Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում հիմնական բանավեճերը ծավալվում են անվտանգության եւ արտաքին քաղաքականության շուրջ։ Այս համատեքստում ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս իրենց առաջարկներով, փորձելով համոզել ընտրողներին, որ ունեն երկրի կառավարման այլընտրանքային տեսլական։ Օրերս իրենց վարչապետի թեկնածուի եւ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին հայտարարեց Հայաստան դաշինքը։ Հեռանկարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, պարոն Մինասյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ձեր վարչապետի թեկնածուն դարձյալ երկրորդ նախագահն է, սա ամենևին էլ կարծես թե քաղաքական դաշտում այսպես անակնկալի չբերեց։ Շատերն ասում էին, որ սպասելի էր, որ այդ մասին էլ հայտարարելու եք։ Ինչու դարձյալ կանգ առաք Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա։ Նախ արձանագրենք, որ այս դեպքում շատ ավելի լավ է կանխատեսելի քաղաքականություն վարելը եւ Հայաստան դաշինքը ցույց է տվել, որ ինքը կանխատեսելի քաղաքականություն է վարում, անակնկալի հատկապես ընտրողներին չի բերում եւ հետեւողականությունը, տեսեք, նախ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ նախընտրական դաշինքը պահպանվել է եւ հաջորդ ընտրություններին մասնակցում է արդեն կրկին նույն կայունությամբ, նույն վստահությամբ։ Սա խոսում է այն մասին, որ մեր մոտեցումները, մեր արժե համակարգը փոփոխության չի ենթարկվել, հակառակը, մենք մտածում ենք, որ մեր մոտեցումները շատ ավելի ճիշտ են, տրամաբանական են եւ այն վատ կանխատեսումները, որ ժամանակին անում էինք, ցավոք սրտի իրականություն դարձան։ Հիմա սա համատեքստում մեր վարչապետի թեկնածուն Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով ոչ միայն իր կենսագրությամբ եւ փորձով ցույց է տվել, որ դժվարին իրավիճակում պետականության ամրացման ուղղված գործողությունները կայուն են, հստակ են եւ արդյունք ստեղծող են։ Ուզում եմ հիշեցնել Արցախի հանրապետության կայացման ամենածանր շրջանում Ռոբերտ Քոչարյանն էր ղեկավարում հենց ամբողջ կառավարման համակարգը Արցախի հանրապետությունում։ Վարչապետ որպես Հայաստանի Հանրապետությունում կարողացավ ոչ միայն կտրուկ բեկում մտցնել տնտեսական կյանքում, սոցիալական կյանքում մարդկանց, նաև անվտանգության ոլորտում։ Եվ 10 տարիները Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում միակ տարիներն են, որտեղ ոչ միայն խաղաղ պայմաններ են եղել, համեմատաբար խաղաղ, եւ երբևէ Ադրբեջանը ցանկություն, ձգտում, մոտեցում անգամ չէր ցուցաբերում հարձակում կազմակերպել Արցախի եւ Հայաստանի։ Պարոն Մինասյան, ներողություն, այս հիմնավորումները դուք ըստ էության բերում եք նաեւ 2021 թվականին, թե ինչու եք առաջադրում Ռոբերտ Քոչարյանին վարչապետի թեկնածու։ Այն ժամանակ չստացվեց։ Տեսեք ինչու։ Հետևություններ չեք արել։ Արել ենք, իհարկե արել ենք հետևություններ, որովհետեւ մեր հասարակությունը դեռ 21 թվականին այն էյֆորիկ իրավիճակում շարունակում էր հույս փայփայել, որ Արցախի հանրապետությունը թեկուզ այդքան կորուստներից հետո գոնե կպահպանվի։ Եվ ուզում եմ հիշեցնել 21 թվականին նույն այսօրվա իշխանությունը ինչ կարգախոսներով էր գալիս, հա, որ դեօկուպացիա Շուշիի մեզնից ավելի ազգային շեշտադրումներ էր կատարում, բայց կյանքը ցույց տվեց, որ ուղիղ հակառակն արեց։ Ինչ կար չկար հանձնեց, կորուստները բերեց, Արցախը կորցրեց, բայց մենք մնացինք կայուն մեր դիրքերի վրա եւ մեր մոտեցումները, որ այսօր էլ արդիական են։ Իրենք ասում են Արցախն իրենք չեն հանձնել, Արցախը հանձնել է նրանց, որոնք որ սատարում են ձեր քաղաքական ուժը։ Աբսուրդ է, հասկանում եք, աբսուրդ է, երբ որ ընդդիմությանը մեղադրում են Արցախ հանձնելու մեջ։ Սա խոսում են մասին, որ այս իշխանությունը adekvat չէ, չի պատկերացնում իշխանության կոչված լծակը, հա, այսինքն եթե ընդդիմությունը կարողանար այդքան բանը աներ, բա դուք ինչ իշխանություն եք։ Բայց իշխանության չեկան Արցախում ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ։ Տեսեք, դա մյուս ում սատարում եք նաև դուք ըստ էության։ Դա էլ մյուս աբսուրդն է, երբ որ ներկայացնում են թե օրինակ Դաշնակցությունը կամ Հայաստան դաշինքի թեկնածուն է իշխանության եկել։ Նախ արձանագրենք, որ Արցախի հանրապետության նախագահ ով այսօր
գտնվում է ցավոք սրտի Բաքվի բանտում, չեմ ուզում շատ ծանր մեղադրանքներ հնչեցնել, բայց ժամանակը կգա կբացահայտվի նաև այդ ամենը, թե ինչու ինքը հրաժարվեց, չուզեցավ շարունակել Արցախի Հանրապետության նախագահի գործառույթները եւ ստիպված այդ իրավիճակում դաշնակցական падգամավորի առաջադրեցին ազգային ժողովի նախագահ, որում դաշնակցությունը ընդամենը 10% մասնակցությունն էր Արցախի խորհրդարանում, ես ուզում եմ հիշեցնել 33 падգամավորից ընդամենը 3 падգամավոր էին եւ միայն մեկ նպատակով, որպեսզի հնարավոր համերաշխություն ձևավորի իշխանության ներսում եւ կարողանան դիմագրավել ադրբեջանական ճնշմանը։ Ցավոք սրտի հարվածը ստացվեց Հայաստանի իշխանությունների կողմից, ոչ միայն հրաժարվելով Արցախից, նաև փաստացի հրաժարվելով որևէ օժանդակություն ցուցաբերելու հարցում։ Եվ հիմա երբ որ այսպես կեղծ մեղադրանքներ են հնչեցնում Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ, այս մարդիկ շատ պարզ հարց չեն պատասխանում։ Ի վերջո դուք որպես Հայաստանի իշխանություն ինչ պարտավորություններ ունեիք Արցախի հանդեպ։ Չեն կարողանում պատասխանել։ Դուք պատասխանատվություն ունեիք Արցախի հարցում, թե չէ։ Եթե ունեիք, ապա ինչի հրաժարվեցիք։ Եթե չունեիք պատասխանատվություն, ով էր իրավունք տվել ձեզ հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ես ուզում եմ հիշեցնել ամբողջ այդ ընթացքը, երբ որ Արցախի նկատմամբ սկսվեց շրջափակումը, հա, տեղի ունեցավ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախ Ադրբեջանի մաս, եւ դրանից հետո Ադրբեջանը ոչ միայն ավելի ագրեսիվ ու այլանդակ ձևի կիրառեց իր մեթոդները, նաև միջազգային հանրությանը։ Հիմա որ դուք եք իրավիճակը փոխելու եք։ Այո, միանշանակ, տեսեք, առաջին հերթին կարևոր խնդիրը հետեւյալն է։ Հայաստանի Հանրապետության անհրաժեշտ է միջազգային այս խաղի միջից գնդագից, որպես գնդակ օգտագործվելու այս վիճակից դուրս գա։ Նա պետք է չդառնա քաղաքական միջազգային կենտրոնների ձեռքում գործիք են, ինչ որ այսօր կատարվում է, հա, ամեն մի կենտրոն Հայաստան դիտարկում է որպես գործիք, մեկը դիտարկում է որպես հակառուսական գործիք, մեկը դիտարկում է հակաեվրոպական գործիք, մեկը դիտարկում է հակաիրանական գործիք, հասկանում եք։ Գուցե դա դիվերսիֆիկացիոն քաղաքականության արդյունք է։ Դա դիվերսիֆիկացիայի հետ բացարձակ կապ չունի։ Դա կապ ունի միայն մի բանի հետ։ Իշխանությունը արդյոք պատկերացնում է աշխարհակաղակական վիճակը թե ոչ։ Եթե պատկերացներ եւ կարճած չլներ բացառապես սեփական աթոռը պահելու ցկտումներից, նա կհասկանար, որ չի կարելի միաժամանակ խաղեր տալ, այսպես ասած ներողությունից։ Եթե ներողություն չպատկերացնեին, այս խաղաղությունը կլիներ։ Խաղաղություն չկա, հարգելիներս, կա ժամանակավոր դադար, զինադադար անգամ, բայց դա էլ ձեռք է բերվել ընդամենը մի քանի ազգակործան քայլերի պատճառով։ Առաջինը, որ հրաժարվել են Արցախից, հրաժարվել է ընդհանրապես Հայաստանի ու հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից։ Հասկանում եք, հարցը առաջանում չէ, ինչ է նախկին իշխանությունները չէին կարող այս նույն հանձնումը կատարել։ Ինչ բարդ բան էր հանձնելը, բայց պատասխանատվություն ունես, չէ՞ դու։ Տասնյակ հազարավոր զոհերի առաջ, քո մշակութային ժառանգության առաջ եւ երկրորդ հանգամանքը ինչու է այսօր ժամանակավոր կա աշխարհակաղակական իրավիճակ։ Հիմա կգամ աշխարհակաղակական, երկրորդ իրավիճակը կա։ Ակնհայտ է, որ Ալիևը եւ Էրդողանը ինչ պահանջել են, ստացել են եւ շարունակում են ստանալ։ Հետեւաբար այդ դեպքում անիմաստ է դառնում նրանց կողմից որևէ ռազմական գործողություն ձեռնարկելը։ Չի կարող խաղաղություն կոչվել մի երևույթ, երբ որ օկուպացիոն ուժերը թշնամու գտնվում են քո տարածքում, ամրակայում են իրենց դիրքերը։ Ցանկություն էլ չկա հետ նահանջելու, ավելին Սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում հետ քաշնասում են։ Հարգելիներս, կեղծ թեզ է։ Թող ցույց տան այս սահմանագծված հատվածում, որտեղ որ է Տաուշի հատվածում, որտեղ նույնպես Ադրբեջանի ենթակայության տակ այսօր գտնվում են հայկական հողեր։ Այդ հողերը ինչի չեն հանձնում։ Ինչի դուրս չեն գալիս այդ հողերից։ Սա կեղծ թեզ է, հասկանում եք, եւ այդ կեղծ թեզը ցավոք սրտի փորձում են մատուցել հանրությանը իբրև խաղաղություն։ Դուք ասում եք խաղաղությունը պետք է երաշխավոր ունենա։ Այո։ Ով պիտի լինի այդ երաշխավորը։ Երաշխավորը Հիմա Միացյալ Նահանգներն ըստ էության չկա, երաշխավոր չի։
Ով պիտի լինի այդ դեպքում։ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, թե Ռուսաստանը։ Տեսեք, երաշխավորը նախ ինստիտուտը ինքը միջազգային խաղաղապահ, խաղաղարար ինստիտուտ է։ Չի կարող մեկ ուժ միայն երաշխավոր դառնա։ Մենք մեկ ուժի երաշխավորի նաև հետևանքները հասկացել ենք, տեսել ենք եւ այլն, այսինքն երբ որ քո իշխանությունը ուրանում է ինչ-որ բան, այդ երաշխավորն էլ է դառնում խոցելի եւ չի մասնակցում։ Ռուսաստանի նկատի ունի։ Ոչ, ուրացել է մեր պատմական ձեռքբերումը։ Բայց մեր երաշխավորը գործընկերը դաշնակիցը Ռուսաստանն էր այդ շրջանում։ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, ըստ էության զրկեց նաև Ռուսաստան, ես չեմ արտարացնում Ռուսաստան, իրենց մեղքը շատ մեծ է, բայց նաև տվեց հնարավորություն, որպեսզի ռուսական կողմն էլ դուրս գա այս խաղից, հա, երբ որ Ռուսաստանը ասում է լավ, այդ դեպքում բա եթե դու հրաժարվել ես Արցախից, Արցախի ժողովրդի իրավունքից, դու ով ես, որ այս սեղանի շուրջ նստել ես։ Հետևաբար ներողություն եմ խնդրում, բայց ես միտքը ավարտեմ, էլի։ Հետևաբար չպետք է կենտրոնանալ եւ կանգնել մեկ դաշնակցի վրա։ Իհարկե մեր ավանդական դաշնակցի հետ կապված նոր որակի հարաբերություններ պետք է կառուցվի։ Բայց նաեւ աշխարհակաղակական ներկա իրավիճակում հաշվի առնելով նաեւ ձեր հարցադրմանը հենց այդ կարևոր հատվածը, երբ որ աշխարհը այսօր իսկապես ջունգլիների օրենքն է սկսել գործել։ Դու պետք է կարողանաս գտնել քո համապատասխան, քո անվտանգությունը երաշխավորող այնպիսի բանաձև, որտեղ կենտրոնում դու ես, քո բանակն է, քո անվտանգության համակարգն է եւ միջազգային հարաբերությունները եւ դաշնակիցներն են։ Սա է ամբողջ արտաքին քաղաքականության նրբերանգը, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին կարողացել է հենց կոմպլեմենտար արտաքին քաղաքականության միջոցով ապահովել այս հավասարակշիռ մոտեցումը։ Այս մարդիկ, որ իշխանությունը հիմա օգտագործում են բալանսավորման եւ ինչ բառ օգտագործեցիք դուք նաեւ դիվերսիֆիկացման քաղաքականություն, իրականում ոչ մի բան չեն հասկանում, ոչ բալանսավորումից, ոչ դիվերսիֆիկացումից։ Չի կարող բալանսավորում լինել մի կողմից այն պետությունների միջև, որոնք որ օր ու գիշեր ցանկանում են քեզ չտեսնել այս տարածաշրջանում, քեզ օգտագործել որպես տարանցիկ ուղի, ընդ որում այնքան փոքր տարանցիկ ուղի, որ քեզ չվճարեն էլ, մյուս կողմից ասել, որ գիտես ինչ կա, դու չպետք է ունենաս բանակ, լուրջ բանակ, դու չպետք է սպառազինվես, դու չպետք է սահմանադրություն մեջ քո ազգային նկարագիրը ներկայացնես։ Դե թող ասեն, բայց սպառազինվում ենք, չէ՞։ Ես չեմ ուզում եթերով հատկապես մեր բանակի վիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնել, որովհետև պատասխանատու իմ կարծիքով քաղաքական մարդը պետք է այստեղ զգուշ լինի, հա, բայց մեր բանակը կարիք ունի վերաթարմացման, վերազինման եւ ժամանակակից բանակի կառուցվածքին համապատասխան ու նաև սպառազինությունները, ռազմաարդյունաբերության համալիրը դառնալու է մեր այդ ոլորտի քաղաքականության կենտրոնական ուղղություններից մեկը։ Պարոն Մինասյան, հիմա նաև առաջ է քաշվում այսպես խաղաղության եւ պատերազմի կուսակցությունների թեզը։ Եվ գաղտնիք չէ, որ նաև ձեր ընդդիմախոսները ձեզ տեղավորում են այդ պատերազմի կուսակցության շրջանակներում եւ ասում են, տեսեք, դուք ասում եք Արարատը մերն է, Արևմտյան Հայաստանը մերն է եւ այդ կերպ ըստ էության տարածքային պահանջ եք ներկայացնում մեկ այլ պետության։ Եթե տարածքային պահանջ եք ներկայացնում մեկ այլ պետության, դրա այլընտրանքը ուղիղ պատերազմը չէ։ Չէ, տեսեք, ինչպես են կեղծում այս մարդիկ ամեն ինչ, հա։ Արարատ լեռը հայ ժողովրդի կենտրոնական, կենսական նշանակության սիմվոլներից է եւ մեր պատմական հայրենիքի մի մասն է, հա, ոնց կարող ես դու ուրանալ Արարատ, ասենք։ Երբեք մենք որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չենք ներկայացնում, անգամ Արցախի հանրապետության հարցում մենք տարածքային պահանջ չէինք ներկայացնում։ Կենտրոնում մարդու հիմնական իրավունքն է, ժողովրդի իրավունքն է։ Այդ տարածքում բնակվող ժողովրդի իրավունքն է։ Ինչպես պիտի իրացվի այդ իրավունքը։ Նախ եւ առաջ միջազգային ճանաչմամբ չպետք է ուրանալ ու մոռանալ միջազգային հարտակներում Արցախի ժողովրդի հետ վերադարձի, այդ թվում նաև երաշխավորված հետ վերադարձի հայկական մշակույթի պահպանման անհրաժեշտությունը եւ այո միջազգային դիտորդական առաքելությունները, կառույցները պետք է օր ու գիշեր
Հայաստանի հենց պահանջով հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանք տանեն։ Սա, եթե սա պիտի պատերազմ բերի, այսինքն երբ որ խոսակցությունը, հարցի բարձրացումը պատերազմը բերում, նշանակում է ընդհանրապես դու պետք է այս տարածքում անելիք չունես։ Դա է նշանակում, այս մարդկանց ասածը դա է։ Երկրորդը, նույն ցեղասպանության հետևանքների հարցով։ Տեսեք, ի վերջո մի ողջ ժողովուրդ ցեղասպանվել է, չէ՞։ Ես ինքս ցեղասպանության ենթարկված երրորդ սերունդ եմ համարվում։ Ես ո՞նց կարող եմ ուրանալ իմ անցյալի ծննդավայրը, չեմ կարող, չէ՞։ Եվ այստեղ մարդու իրավունքի հարց է։ Այսինքն ես իրավունք ունեմ այդ տարածքում ապրելու թե ոչ։ Եթե ես ունեմ այդ իրավունքը, նաև միջազգային իրավունքն է արձանագրում, որ դա կա։ Ես ինչ տարածքային պահանջ եմ դնում։ Իսկ դու կարծում եք այդ իրավունքը իրացնելու համար նույն Արևմտյան Հայաստանի դեպքում հիմա միջազգային նույն ձեր ասած հարթակներ այդ հնարավորությունը կարող են ստեղծել եւ ստեղծել։ Տեսեք, ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետևանքների հաղթահարման հիմնական մոտեցումը հենց սա է։ Այսինքն փոխհատուցում նախ դա իրատեսական եք համարում։ Դա ոչ միայն իրատեսական է, սա հասկանում եք, այս ուղղությամբ մենք հսկայական քայլեր ենք արել։ Եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին նաև միջազգային ացիաներում բազմաթիվ նաև դատեր են ներկայացել ու առանձին դեպքերում շահել է հայկական մշակութային ժառանգության պահպանման տեսակետից։ Մենք այս մեր հիմնական իրավունքը, նորից եմ կրկնում, առանց որևէ պատերազմական կոչի, առանց որևէ ռազմական գործողության սպառնալիքի, մենք ընդհանրապես խոսում ենք միջազգային իրավունքում, միջազգային մակարդակում այս իրավունքների արծարծման եւ պաշտպանության մասին։ Հիմա այս մարդիկ ասում են, հենց դուք դա ասեցիք, պատերազմ է։ Ոչ, բայց այսքան ժամանակ որ ասում ենք, ինչի՞ մեկը, ինչա օրինակ Թուրքիան ռազմական գործողություն չէր ձեռնարկում Հայաստանի հանդեպ, եթե դա պատերազմ էր բերելու։ Կամ էլի հարցեր կա, հա, այնտեղ ասում են, բան չի օրինակ չեք ներկայացնում Իրանին նման պահանջ։ Որովհետև այդ տիպի հարցեր այնտեղ չի առաջացել։ Մենք խոսում ենք հիմա մի երևույթի մասին, հասկանում եք, երբ որ կեղտոտ քարոզություն է իրականացվում, կտրելու համար հայ մարդու ինքնությունը իր էությունից։ Եվ երբ որ ասում են մոռացեք Արարատը, մոռացեք Չէ, այդպես կարծես թե չեն ասում։ Ասում են, ուղիղ են ասում։ Ուղիղ են հակադրելով Արագածն ու Արարատը, որոնք եկցեն մեր լեռն են։ Հայկական լեռնաշխարհի լեռ է, թե չէ Արարատը։ Հիմա, այսինքն ով է հիմա որ հարցն եք, մի հատ ԿՊԱ-կանի կանչեք եւ մի հոգի ներողություն, մի հոգի ԿՊԱ-կանի կանչեք եւ հարցրեք Արարատը հայկական լեռնաշխարհի լեռ է, թե ոչ։ Շատ լավ, պարոն Մինասյան, կարծես թե այս անգամ էլ ընդդիմության դաշտում այսպես մեծ կոնսոլիդացիա ստեղծելու հնարավորություն չեղավ։ Եթե բոլորիդ նպատակը ընդդիմադիրներից մեկն է իշխանափոխությունը, ապա ինչու չի ստացվում լայն ճակատով գնալ։ Թեև կան նաև այսպես տարբեր վերլուծաբանների գնահատման, որ բոլորի նպատակը ի վերջո Գյումրի 2 սցենարն իրականացնելն է եւ օրինակ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ Տարբեր սցենարների անուններ չեմ ուզում տալ, բայց տեսեք դուք խոսեցիք ճակատի մասին։ Իրականում ընդդիմադիր հատվածում հենց ձևավորվում է ճակատը։ Եվ պարտադիր չէ, որ մեկ ցանկով գնան, հակառակը մեկ ցանկով գնալը այսօրվա այս համանadrախախտ իշխանություններին հնարավորություն է տալիս ընդամենը մեկ չգրանցումով լուծել այդ խնդիրը։ Հասկանում եք, այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի։ Այս մարդիկ պատրաստ են կալանավորելու, պատրաստ են մարդկանց աշխատանքից ազատելու։ Հիմա փաստացի մասսայական բնույթ է կրում։ Շատ հեշտ է, որ եթե բոլորը միավորվեին մեկ ցանկի մեջ, նույնիսկ անկախ գաղափարախոսական եւ այլ տարաձայնություններից, մեկ գրչի հարվածով իշխանությունը կարող էր չգրանցել եւ հարցը լուծել։ Մինչդեռ այս դեպքում կա շատ հստակ մոտեցում։ Գլխավոր գերխնդիրը արդար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն է։ Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր բևեռները առանձին վերցրած եւ իրենց հանրագումարով շատ ավելի շատ ձայներ ունեն, քան իշխանությունն է։ Եվ հնարավորություն է, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո իշխանությունը զրկվի այդ լծակից, որ ձևավորի նոր իշխանություն։ Եվ սա հենց այդ ճակատն է։ Մենք որևէ ամբիցիա, որևէ, այսպես ասեմ, հա, ագրեսիվ
գործողություն, որ չէ, մենք պետք է առաջատարը լինենք, չունենք։ Մենք ունենք շատ հստակ նպատակ եւ այդ նպատակը կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտի շատ հատվածներում, հիմնական բևեռներում գիտակցությունը կա, որ եթե ընդդիմությունը հաջողվում է իշխանության այս ոչ արդար մոտեցումներին համապատասխան ստանալ անհրաժեշտ թվով ձայներ, հետընտրական զարգացումներին շատ ավելի դյուրին կլինի համագործակցությունը։ Մենք չենք ասում, որ վարչապետը անպայման մեր տեխնացուն պետք է լինի։ Կախված ընտրության արդյունքներից առաջատարն ով է լինելու, դրան համապատասխանել դիտարկվելու է ամենը։ Մենք առաջարկում ենք ընդհանրապես շատ կարճ բանաձև։ Մերժեք այսօրվա իշխանությանը, ձեր ընտրությունը կատարեք ընդդիմադիր տարբեր տեխնացուների միջև։ Մենք ունենք մեր մոտեցումը, մեր տեսլականը, մեր փորձառու թիմը, մեր վստահ քաղաքականությունը կարող ենք իրականացնել, եթե վստահեք մեզ։ Շնորհակալություն։ Ես նույնպես։ Հեռանկարում ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էր։